Բարև ձեզ, մեր պայքարն է եւ շարունակում ենք մեր զրույցների շարքը, այսօր մի քիչ փիլիսոփայելու ենք, բայց լավ իմաստով ամենենեպես ինձ համար կարևոր, թեև նուրբ եւ բարդ թեմա է, հիմնական այն ինչը որ խոսելու ենք։ Ես հիշեցնեմ, որ ընդհանրապես մենք հիմա խոսում ենք արդեն պատերազմի օրերից 2020 թվականի եւ բավականին այսպես մանրամասն ենք գնում, սպասվածից ավելի դանդաղ ու սպասվածից ավելի դետալային ենք հորանում, բայց ճիշտ ասած ինձ սկսում է դուր գալ ընդհանրապես սա, չնայած եմ ասում պլանավորված չէր, այս հետադարձ հայացքը, հետադարձ խորանալը, թեկուզ դետալների մեջ ինձ անձամբ սկսում է դուր գալ, որովհետեւ ինչքան էլ հիշես այդպես սինխրոն, բայց երբ որ արդեն այսքան տարի անց մի քիչ էլ արդեն այսպես այն առաջին հուզական ֆոնը մի քիչ ամեն դեպքում գոնե որոշ չափով նստած է, կարողանում ես շատ բաներ ավելի հստակ տեսնել, թեև զգացողությունները ինչպես ցույց է տալիս նաև այս հետադարձ հայացքը, հիմնականում չեն խաբել մեզ այդ ժամանակ նաև։ Մենք մոտավորապես հիմա պատերազմի դեռ սկիզբն է, բայց արդեն մի քիչ առաջ են գնացել, հոկտեմբերի առաջին օրերն են, 3-ը, 4-ը, 5-ը մոտավորապես այդտեղ ենք գտնվում։ Հիշեցնեմ ամենենեպես մենք խոսել ենք ընդհանրապես նաև ռազմական գործողությունների ժամանակագրությունից, փորձել ենք վերականգնել հենց այս շարքում։ Հիշեցնեմ, որ սա այն օրերն են, երբ որ արդեն առաջին իրական լուրջ հաջողություններն են ունենում թուրքերը, Ադրբեջանի թուրքերը, ու նաև ոչ միայն Ադրբեջանի թուրքերը։ Այս բանան եմ էլի, չգիտեմ, եթե նկատել եք, ես թուրքեր ասելով նկատի ունեմ եւ նրանց, եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի որոշակի հաջողությունների են հասնում ռազմաճակատում, իրական առաջին օրերին որոշ դիրքային բաների հասել են, բայց առաջին քիչ թե շատ լուրջ հաջողությունները այս օրերին են եւ հյուսիսում որոշակի, ուրեմն առաջ խաղացում ունեցան, որը կանգնեցվեց եւ հատկապես հարավում, որը հետո գիտեք, որ շարունակություն ունեցավ Ջաբրայելի ուղղությամբ։ Եվ նաեւ հիշեցնեմ, որ սա իդեպ այն հոկտեմբերի 3-ն է, որը եթե հիշում եք, հետո պատասխան կհիշեք հաստատ բոլորը, պատերազմից հետո գլխավոր շտաբի պետ Օնի Գասպարյանն ասաց, որ ինքը այդ օրերին հենց այդ հոկտեմբերի 3-ին ասել է, որ վերջ պատերազմը պետք է դադարեցնել, մենք արդեն պարտվում ենք։ Հետո հերքեցին իհարկե, Նիկոլեն հերքեցին, ասեցին նման բան չի ասել, ինքը պնդում էր, որ ասել է, կարծեմ սրա մասին պետք է որ խոսացած լինենք, այս իմ այսպես ասած ճակերտավոր սիրած թեմաներից է եւ բանավոր զրույցներում եւ այս հաղորդաշարերում եւ նույնիսկ գրավորել, կարծեմ անդրադարձել եմ այս թեմային, հիմա ուղղակի հիշեցնում եմ, որտեվ հետո գուցե ոչ այսօր, բայց հետագա մեր խոսակցություններում սա պետք կգա, որոշակի կոնտեքստի մեջ արդեն կտեղադրենք, իրոք չեմ հիշում հիմա անկեղծ Շողուր ջան, արդեն դրա մասին մանրամասն խոսել եմ, թե չէ, ինձ թվում է խոսել եմ։ Որն է այսօրվա հիմնական թեման լինելու։ Նույն օրերին, հոկտեմբերի 3-4, նաև Նիկոլ Փաշինյանն է երկու ելույթ ունենում, մեկը այսպես պաշտոնական ԱԺ-ում եւ կարելի ասել բավականին լավ ելույթ է իրականում, տենց եթե վերցնենք բանով, ֆորմալ իմաստով, ոչ թե հիմիկվա հետադարձ հայացքով, այլ այդ պահին, բայց չէ բավականինի վրա է, որովհետեւ այս ելույթի մեջ հենց կա մի հատ շատ լուրջ կոնցեպտուալ խնդիր, որին եւ այսօր մանրամասն կանդրադառնամ ու ոչ ակնհայտ խնդիր, միանգամից զգուշացնեմ։ Նախապատրաստում եմ էլի, որ թեման մի քիչ բանա ոչ ակնհայտ է լինելու եւ մի հատ ուրիշ ելույթ, որը այն ժամանակ կհիշեք երևի այդ ելույթը տենց ինչ որ վրանից, թե ինչ որ մի հատ տենց տեղից ինքը ու կոչ արեց, որպեսզի ծառայությունը նոր ավարտածները, 1 տարի առաջ ավարտածները մեկնեն ճակատ, թեև օրենքով իրենք զորակոչի ենթական չեն, այդ ելույթը, եթե հիշեք, այդ ժամանակ պես ոչ միանշանակ ընկալում ունեցավ հանրության մեջ, տարօրինակ էր մի քիչ եւ պատճառներից մեկը իրականում նաեւ այս ուղղակի իմիջիալոց ասեմ, թեմայի շատակ են, որը հետո կզարգացնենք, որովհետեւ այդ օրերին արդեն պարզ էր դառնում, որ քարոզչությունը մեր, քարոզչական պատերազմում մենք փաստորեն շատ վատ են գործում եւ սկսում ենք տանուլ տալ, որովհետև այդ ելույթը չընկալվեց, քանի որ ինքը մեծ հաշվով խոսում էր լուրջ վտանգի մասին, խոսում էր ըստ էության նրա մասին, որ ռազմաճակատում լուրջ խնդիր ունենք, ոչ բացահայտ, բայց դրա մասին էր, բայց քանի որ դրան զուգահեռ պետական քարոզչությունը լրիվ այլ բաներ ներկայացնում, ընդհանրապես շատ անորոշության մեջ էր պատմում, կոնկրետ տեղեկություն ընդհանրապես չէր ասում մարդկանց, այդ ելույթը չընկալվեց, այնպես ինչպես պետք է որ ընկալվեր որպես վտանգին ընդառաջ, այսպես լուրջ մարտակոչ։ Այստեղ էլի երևում է մեր պետական ընդհանրապես այդ ստրուկտուրաների լրիվ չհամաձայնեցված
աշխատանքը։ Քարոզչականին մենք ինձ թվում է մի առանձին կանդրադառնանք այս մեր խոսքի ընթացքում, որտեղ իհարկե կարևոր թեմա է եւ ես էլ այն ժամանակ ինձ համարել եմ այդ քարոզչական պատերազմի մի հատ փոքրիկ մաս, մի այսպես ասած շարքային զինվոր, այնպես որ նաև երևի ինքնակնդատության տարերով կանրադառնանք, բայց հիմնականը այս ելույթի մասին չի խոսքս, որը այդպես ընկալվեց ոչ միանշանակ, այդ ժամանակ այլ են մյուս համեմատաբար, այսպես ասած, պայմանական լավ ելույթի մասին, որի մի հատված ես հիմա կկարդամ ու միանգամից էլի զգուշացեմ, որ հիմա կկարդամ այս հատվածը, դուք կզարմանաք, ասեք, բայց այս հատվածի հետ ինչ խնդիր կա ընդհանրապես, հակառակը շատ լավ, նորմալ, ոնց ասած, հայրենասիրական հատված է, բայց ամեն դեպքում կարդամ ու հետո փորձենք մի քիչ համբերատար կերպով հասկանալ, թե ինչու է այստեղ խնդիր եւ ինչ այստեղ կոնցեպտուալ ընդհանրապես բան կա, խնդրեմ կա։ Սա Նիկոլ Փաշինյանի ելույթն է, հիշեցնեմ, հոկտեմբերի ուրեմն 3-ն է։ Մենք ապրում ենք հազարամյա պատմության թերևս ամենավճռորոշ փուլում։ Ադրբեջանա-թուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են։ Նրանք միայն Ղարաբաղի հարցի հետևից չէ, որ եկել են։ Նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու։ Նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը հայոց ցեղասպանության, իրենց քաղաքականության շարունակությունն է։ Նրանք խնդիր են դրել հայոց ցեղասպանությունը շարունակելու այսօր։ Այս հատվածի մասին է խոսքը ու իսկականից ես պատկերացնում եմ, որ դուք հիմա զարմացել եք եւ մտածում եք, որ երևի ես արդեն չափազանցնում եմ ինչ-որ բան, որտեղ ինչ խնդիր կարող է լինել ընդհանրապես այս հատվածի հետ։ Ինքը, այսպես ասած, շատ առաջին հայացքից թվում է նորմալ, նույնիսկ այնց լավ հայրենասիրական ուրեմն հատված, բայց ես ուզում եմ շեշտել, որ այս խնդիրը, որի մասին ես ուզում եմ հիմա խոսալ, ոչ թե էլի ես այսօր եմ այդպես տեսնում, մտածում, այլ իրոք իմ այն ժամանակվա սինխրոն, այսպես ասած, զգացողությունն եմ փոխանցում, հիմա մի քիչ ավելի վերլուծված ձևով, որովհետև երբ որ այն ժամանակ ես այս ելույթը, հատկապես այս ելույթը լսեցի, իհարկե ինքը միակը չէր այս ոչի մեջ, բայց ամենաշեշտվածն էր, երբ որ ես լսեցի, որ ցեղասպանություն, չգիտեմ, մեծ թուրան եւ այլն, այս կոնտեքստները սկսեցին պանթուրքիզմ, այս ելույթի մեջ կոնկրետ չկա, բայց ընդհանուր այդ կոնտեքստի մեջ կար, ես մտքում ինձ ասացի, որ սա կարող է արդեն մեր պարտության սկիզբը դառնալ եւ էլի հասկանում եմ, որ ինչքան պարադոքսալ ու զարմանալի է թվում այս իմ ասածը, հենց հիմա էլ, որովհետեւ մարդիկ ասեն, ինչ կապ ունի ցեղասպանության կամ պանթուրքիզմի հիշատակումը պարտության հետ։ Եվ մանավանդ նաև կարող եք ասել, որ սա ի վերջո քարոզչական խոսք է եւ պատերազմի ժամանակ քարոզչությունը պետք է նաև մի քիչ սովորականից ավելի հուզական լինի, սովորականից ավելի նույնիսկ եթե պետք է չափազանցնի, եւ այս Թուրքիայի թեման էլ կարևոր թեմա է, բարձրաձայնել, մանավանդ որ այդ ժամանակ արդեն ոչ միայն Հայաստանում, այլև արևմտյան որոշ երկրներ, հատկապես Ֆրանսիան որոշ չափով զգուշորեն, նույնիսկ նաև Ամերիկան պաշտոնական մակարդակով, նաև ոչ եվրոպական երկրներ, օրինակ կտեսնենք Իրանից արդեն գալիս են բավականին բացահայտ մտահոգություններ եւ ոչ միայն էլի տարբեր տեղերից, տարբեր երկրներից պաշտոնական եւ ոչ պաշտոնական մակարդակում Թուրքիայի մասնակցության հետ կապված, ամենակիչը իհարկե Ռուսաստանից է, բայց նույնիսկ Ռուսաստանից որոշ բաներ տենց կիսատ պրատ դուրս են գալիս եւ ասենք կարող եք ասել այստեղ էլ շատ նորմալ է, որ Հայաստանի ղեկավարը նաեւ այդ կոնտեքստի մեջ բարձրաձայնում է այդ թեման, ավելի շեշտում է եւ ուրեմն այս քարոզչական խնդիր է լուծում։ Իրականում այս գոնե շեշտադրումով, այստեղ կարևորը շեշտադրումն է, այս շեշտադրումով ես կարող եմ ասել, որ քարոզչական էլ խնդիր չի լուծում, դեռ մի բան էլ հակառակը, բայց այստեղ քարոզչությունը չի հարցը։ Այս ձևի շեշտադրումով ուրեմն պատերազմի էությունը, նպատակը, խնդիրը ձևակերպելը, այ հենց այս շեշտադրումը, ոչ թե ուղղակի Թուրքիայի հիշատակմամբ, այլ ցեղասպանություն, չգիտեմ, գոյության խնդիր եւ այլն, ոչ թե Ղարաբաղի այլ ցեղասպանության խնդիր, այս ձևով շեշտադրելը իրականում նշանակում է ռուս-թուրքական վանդակի այդ ծուղակը երկու ոտքով ընկնել։ Ինչու՞։ Որովհետեւ մենք պետք է հիշենք, վերհիշենք, որ որն է ընդհանրապես նպատակը եւ իմաստը եղել նրա, որ Թուրքիային Ռուսաստանը թողել է, որ Թուրքիան մասնակցի եւ աջակցություն ցույց տա Ադրբեջանին այս պատերազմում։ Մենք դրա մասին խոսել ենք։
Իհարկե հիմա նորից չենք հիմնավորելու, որ առանց Ռուսաստանի թողտվության դա անհնար էր։ Մենք դա այնքան ենք հիմնավորել, որ կարծում եմ ով լսել է, հասկացել է, ընդունել է, ով չէ, այսպես թե այնպես էլ իրան չեն կարող համոզել։ Բայց վերհիշենք, որն է դրա իմաստը։ Ի վերջո Ռուսաստանի համար սա, եթե մենք ռեալ պատկերացնենք, չնայած գիտենք, որ պատմության մեջ դա կրկնվել է ոչ մեկ անգամ, բայց դա այդքան հեշտ քայլ չի։ Դա ռիսկեր է պարունակում, ռեալ ռիսկեր կան մեջ Ռուսաստանի համար։ Այդ համագործակցության մեջ նույնիսկ ռուս-թուրքական իրենք միևնույն է մնում են մրցակիցներ եւ միշտ ռիսկ կա, որ Թուրքիային թողնելով տարածաշրջան թեկուզ քո վերահսկողության տակ, ի վերջո կարող այդ վերահսկողությունը չպահես, որոշ բաներ ստիպված ես զիջելու, այդ զիջումները հեռանկարում հետագայում կարող են բավականին թանկ, այսպես ասած, հետևանքներ ունենալ եւ այլն։ Մի խոսքով, այստեղ մենք պետք է հիշենք եւ հասկանանք, որ խնդիրը այն չի, որ ռուսները սենց մեծ ուրախությամբ են այդ մոդելում ընդհանրապես եւ հատկապես այս 2020 թվականին սենց առանց որևէ խնդրի գնում այդ քայլի, բայց գնում են եւ լուծելով երկու նպատակ։ Նախ խոսել ենք սրա մասին, ել եմ շեշտում, առաջինը նա է, որ մեծ հաշվով պլանավորելով այս պատերազմը, խնդիրը եղել, այսպես ասած, երաշխիք պետք է լիներ, որ հայկական բանակին կկարողանան հաղթել, որովհետև բնականաբար այդ պատերազմը պլանավորողների համար, ի տարբերություն հայոց իմաստունների ճակերտավոր, դա ակնհայտ չէր։ Իրենց համար դա չէր կարող ակնհայտ լինել, իրենց համար Հայաստանը եւ հայկական բանակը հարգալի պատկառելի ուժ էին եւ իրոք այդպիսին էին, դա այնպես չէր, որ ասենք, չգիտեմ, Չինաստանը հարձակվում էր օրինակ Մոնակոյի վրա, հա, Ադրբեջանն էր հարձակվում Հայաստանի վրա եւ ոչ մի երաշխիք ոչ ոք չէր կարող ունենալ, որ Ադրբեջանը ինքնուրույն միայն իր սեփական ուժերով կկարողանա այդ խնդիրը լուծել։ Դրա համար Թուրքիայի ներգրավումը եւ թույլ տալը Թուրքիայի ներգրավման լուծում էր առաջին հերթին այդ խնդիրը, որ երաշխիք լինի, որ էլի ոչ 100%-անոց, բայց հնարավորինս երաշխավորված լինի հայկական բանակի, հայկական զինուժի պարտությունը կամ գոնե նահանջները եւ շատ վատ վիճակի մեջ հայտնվելը, որովհետեւ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ բնականաբար ռուսական պլանը իրականացնել խաղաղապահ զորք տեղադրելով Արցախում, որովհետեւ առանց դրա բնականաբար եթե հայկական բանակը չպարտվեր եւ եթե այդ մնացածը չլիներ, բնականաբար այդ խնդիրն էլ չէին կարողանում լուծել։ Սա առաջինն է, զուտ այսպես ասած պրակտիկ ռազմակալը, բայց նույնիսկ սա չի ամենակարևորը։ Երկրորդը, այսպես ասած, հոգեբանական խնդիր լուծելը, ըստ էության հայ ժողովրդին հնարավորինս ահաբեկելը եւ հնարավորինս այսպես հոգեբանական անկայուն վիճակ ստեղծելը, այստեղ իհարկե Թուրքիայի դերը շատ կարևոր էր, որովհետեւ հասկանում եք բոլորս, որ մեր մեջ, հայերիս մեջ շատ բնական պատճառներով, շատ հասկանալի պատճառներով այդ վախը Թուրքիայի ցեղասպանության եւ այլնի ինքը շատ բնականից կա եւ որովհետեւ այդ ցեղասպանությունը եղել է եւ շատ վաղուց չի եղել նույնիսկ ես հասցրել եմ տեսնել այն մարդկանց, որոնք այդ թվերին ապրել են, հա, իմ նախնիների մասին է խոսքը, մի մասին տեսել եմ, նաեւ որովհետեւ Թուրքիան ակնհայտորեն մեզանից շատ ավելի ուժեղ է եւ էլ չպատմեմ, չբացատրեմ, բոլորդ գիտեք։ Եվ բնականաբար այս խնդիրն է լուծում, որ հնարավորինս հայ ժողովրդին, այսպես ասած, ահաբեկել, վախեցնել, որ ինքը պատերազմում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի հետ, որքան էլ սահմանափակ լինի Թուրքիայի ներգրավվածությունը, բայց դա արդեն քարոզչության համար էական չի, եւ այս էֆեկտը ստանան հնարավորինս նպաստելով, այսպես ասած, խոճապի կամ, չգիտեմ, դիմադրության դադարեցման եւ նաեւ բնականաբար բոլորս գիտենք թե ի վերջո այս մոդելում որն է լուծումը, հա, լուծումը նա է, որ երբ որ այս ահաբեկումը ուրեմն էսկալացվում է, մեծանում է, այս Թուրքիան եւ բնականաբար դիմել փրկչին, որը եւ ճիշտ այն նույն ուժն է, որը հենց որի թույլտվությամբ Թուրքիան ներգրավել է եւ իրենք էլ հենց այդ փրկչի դերում պետք է հանդես գալ, սա էլի չապացուցեմ, չբացատրեմ, չհիմնավորեմ, բոլորս գիտենք, որ սա պատմականորեն բազմիցս իրականացված սցենար է, այսպես ասած, լավ աշխատող, լավ գործող եւ հաշվարկված հայ ժողովրդի հոգեբանության
վրա։ Նաև ամեն գնով փրկության, որտեղ արդեն այդ ահաբեկված վիճակում մարդը ինքը ոչ այդքան մտածում է դիմադրության մասին, ոչ մտածում է գնի մասին, եւ թե ինքը որոշակի կոնդիցիայի է հասնում, ինքը արդեն ըստ էության պատրաստ է փրկության ամեն գնով, ընդհանուր մինչև օրինակ անկախությունից հրաժարում էլի, ինչպես եղել է մեր պատմության մեջ։ Ի վերջո ռուսական քարոզչությունը սա պատերազմից առաջ էլ արդեն այս ուղղությամբ նախապատրաստական աշխատանք էր տանում, երբ որ օրինակ նույն բնականաբար հայանուն մարդկանց շուրթերով, օրինակ կարծեմ հիշատակել եմ այդ բանը, երբ որ օգոստոսին 20 թվականի սեպտեմբերի սկզբին նույն ասենք Մարգարիտա Սիմոնյանի նմանները պատերազմը դեռ չէր սկսվել, բայց ասում էին, որ էլի կգա ժամանակը, երբ որ յաթաղանից հայ ժողովրդին պետք է փրկի ուրեմն ռուս ժողովուրդը, Ռուսաստանի նախագահ եւ այդ ժամանակ դրական բարձինչ յաթաղան։ Յաթաղանը ակնհայտ Թուրքիան էր, յաթաղանը Ադրբեջանը չէր։ Բայց ինչու պետք է փրկի, ինչ ա եղել, ով ասել, որ Թուրքիան պետք է հարձակվի Հայաստանի վրա եւ այլն, իրենք բնականաբար արդեն այդ սցենարը գիտեին, այդ մտքի մեջ պահում են եւ նախապատրաստական աշխատանք էին տանում հենց դրա ուղղությամբ։ Ինքս այդ ժամանակ պատերազմից առաջ ես մտածում էի, որ իրանք հենց մենակ այս ոնց որ բանն են օգտագործելու այդ վախացնելու պահ, այսինքն ես չէի պատկերացնում Թուրքիայի ռեալ ներգրավում, այսինքն հասկանում եմ, որ Թուրքիան Հայաստանի վրա չի հարձակվելու դեռ ուղղակի։ Դա չեն կարող իրենք այդպիսի սցենար գծել, միայն շատ ծայրահեղ դեպքում չէի պատկերացնում, թե ինչ ձևով կարող է ներգրավել Ադրբեջանի կողմից, հա, տենց ասենք մանրամասներ բնականաբար չէի կարող կանխատեսել, մտածում եմ, որ ուղղակի անընդհատ այս ահաբեկման տակ են պահելու, որ Թուրքիան հեսա կհարձակվի։ Իհարկե մի քիչ այլ կերպ իրանք իրականացեցին, բայց դա էական չի, էականը, այսինքն էությունն է կարևոր տվյալ դեպքում, որ ահաբեկում Թուրքիայի դեմ պատերազմ ենք վարում եւ բնականաբար դիմում փրկչին։ Իդեպ մինչև հիմա էլ մեծաշով այդ հնարը օգտագործում են բավականին այսպես հմտությամբ, մի քիչ այլ փոփոխված ձևով, հա, երբ որ օրինակ պաշտոնական գծի կողմնակիցները ասում են, դե մենք կռվեցինք Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի դեմ, կամ երբ որ հիշում եք անցյալ տարի ոսկե պարի դեպքերի ժամանակ, ու մենակ Ադրբեջանի դեմ չենք կռվելու Թուրքիան, Պակիստանը եւ այլն, այս նույն հնարը նաեւ բացի ռուսներից հենց շատ լավ յուրացրել է նաև այսօրվա իշխանությունը, նրա կողմնակիցները եւ ինչ լինում է, միանգամից մեզ վախացնում են այդ Թուրքիայի հարձակումով, շատ իդեպ արդեն երբ որ ինքը մտնում է ներքաղաքական կոնտեքստ եւ պաշտոնական, շատ էժանագին այդ մարդիկ, որոնք իրանք բանը չէ, տենց Հայաստանի անկախություն, ինքնիշխանություն, իսկ չէ ռուսների դեմ են պայքարում, բան, ամենաէժան 1980 չեկիստական հնարն են կիրառում, երբ որ իրանց իշխանության հարցն դնում եւ իրանց իշխանությունը պաշտպանելու, իսկ չեն գիտակցում։ Ինչ էժան չեկիստական հնար է դա այդ դեպքերում վախացնել հայ ժողովրդին անընդհատ Թուրքիայով։ Ոսկե պարի դիրքերը եթե չզիջենք, Թուրքիայի հետ կռիվ կսկսվի։ Իհարկե ոչ մի կռիվ Թուրքիայի հետ չէր սկսվելու եւ չի սկսվի, բայց այդ էժան հնարը կրկնեմ կիրառում են։ Հիմա լավ, վերադառնալով բուն մեր այս խոսակցությանը, արդեն կոնցեպտուալ հասկանալի է եւ երբ որ պետության ղեկավարը արդեն պատերազմի էությունը սահմանում է նման կերպով, ինքը պարզապես երկու ոտքով հենց թշնամական էլի ծրագրի մեջ է տեղավորում եւ կամա թե ակամա, մի կողմ թողնենք հիմա դա կամայա թե ակամայա, դա մեծ հաշվեական էլ չի, ինքը նպաստում է եւ մասնադառնում, ոչ միայն նպաստում, մասնադառնում, այս շատ հայրենասիրական ուրեմն արտաքին ֆորմայի մեջ մասնադառնում փաստորեն թշնամական քարոզչությանը, որը կոչված է հայ ժողովրդին ահաբեկել։ Ենթատեքստա, չէ, որ դա ասենք անի, որ այդ մոդելները շատ sense բան կիրառված են, այդ միայն բան չի։ Դա տարիներով, տասնամյակներով, այսպես ասած, հայ ժողովրդի մեջ ներդրված ուրեմն բանը ինքը ենթագիտակցության վրա բնականաբար ժողովրդի ազդում է, նույնիսկ եթե գիտակցությունը այդ ազդակը չի ստանում, բայց ենթագիտակցությունը հաստատ ստանում է այս ազդակը, որտեղ այն դեպքն է, որ պետք է փրկի չգա, մեզ փրկի։ Մեծ հաշվով դա է ստացվում, թեև դա չի ասվում ուղիղ կամ նույնիսկ եթե չի գիտակցում, բայց մեծ հաշվով դա է ստացվում։ Հենց այս իմաստով էլ մեծ խնդրեմ է այս ձևակերպումը եւ հենց դրա համար էլ իմ համար այն ժամանակ արդեն երբ որ ես այս ելույթը եւ նմանատիպ ելույթները լսում էի, ես մտածում էի, որ սա շատ
լուրջ խնդիր կարող է դառնալ։ Էլի կարող եք ասել չափազանցություն է համարել, որ սրանից բխում է պարտությունը։ Պարզը որ միայն սրանից պարտությունը չի բխում, եւ եթե մենակ սա լիներ, դա բավարար պատճառ չէր պարտության, բայց կարևոր նպաստավոր հանգամանքներից է, որտեղ մենք խոսել ենք, որ պատերազմը ունի քաղաքական էություն եւ դու ճիշտ պետք է դա ախտորոշես եւ հրապարակային խոսքում էլ հնարավորինս ճիշտ ուղղորդես, ճիշտ ուղերձներ հղես եւ ներսին ինչ էր պետք անել դրա փոխարեն այստեղ տեսեք ասում են Ղարաբաղի խնդիր չի, մենք շատ ենք, ես հատկապես նույնիսկ չարաշահել եմ այդ թեման բոլոր հնարավոր ֆորմատներով միշտ ասելով, որ չի եղել Արցախի պատերազմ եւ չկա, բայց ինչ կա ոչ թե ցեղասպանության խնդիր, այլ կա Հայաստանի անկախության խնդիր եւ անկախության պատերազմ։ Այս սա էր այն ճիշտ ձևակերպումը քաղաքական, որը պետք է տրվեր եւ լրիվ հիմա թվում է թե ինչ որ տեսական զուտ բան եմ ասում, բայց սա լրիվ փոխում է, որտեվ ամենևին էլ պարտադիր չէր իհարկե եւ ոչ միայն պարտադիր չէր, այլ պետք էլ չէր, որ պետության ղեկավարը այդ ժամանակ հենց եթե հասկանարել, իհարկե կարծում չէր այդտեղ շատ հասկանում, բայց եթե հասկանարել, որ սա ռուս-թուրքական պատերազմ է Հայաստանի դեմ, չէր պարտադիր չէր եւ պետք էլ չէր, որ ինքը դրա մասին ուղիղ ասեր։ Ոչ մի բանով էլ եւ նախ դա չէր ընկալվի հասարակության կողմից այդ ժամանակ ու տեղ երկար ու բարակ բացատրելու ժամանակն էլ չէր պատերազմեր, ոչ էլ դա արտաքին իմաստով շատ ճիշտ էր։ Այդ պահին նման բաց հայտարարություն անելը, բայց եթե դու ձևակերպում էիր եւ տալիս էիր, որ ասում ես սա անկախության պատերազմ է, արդեն այդքանը բավական էր, որպեսզի եւ դրսի համար եւ ներսի համար դու ճիշտ ուղերձներ հղեր, հենց այստեղ գալիս ենք արդեն քարոզչական էֆեկտին, որովհետև քարոզչական իմաստով էլ այս ձևակերպումը ինքը շատ ոչ արդյունավետ էր։ Եվ ես էլ եմ ասում, ես այս ամեն ինչի վրա նաև հիմա խորանում եմ, որովհետև հիմա էլ այդ խնդիրը ակտուալ կա, մինչև հիմա էլ ձևակերպված չի, որ դու պաշտոնական էլ մի կողմ թողնենք այդտեղից հույս էլ չկա, բայց ընդհանրապես հանրության մեջ էլ այդ կոնսենսուսը ձևակերպված չի, որ անկախության պատերազմ էր եւ է եւ դրա համար էլ շարունակվում է։ Եվ դրա համար հիմա այսքան մանրամասն խորանում եմ, որտեղ այս թեման ակտուալությունը բացարձակ չի կորցնում եւ հենց այսօրվա ակտուալ թեմա է։ Եվ տեսեք, երբ որ դու ասում ես արդեն անկախության բանն ես ձևակերպում, հա, նախ երբ որ դու էլի ձևակերպում ես այսպես, մեծ հաշվով արտաքին աշխարհի համար, երբ որ դու ասում ես այսքան այս Թուրքիայի դերը ոչ թե ուղղակի հիշատակում ես, որը ճիշտ է եւ պետք է, այլ այդքան շեշտում ես, ծանրանում ես եւ ըստ էության պատերազմի էություն ես, այդ որ Թուրքիա ցեղասպանություն եւ այլն, նաեւ արտաքին աշխարհին դու ինչ ուղերձ ես ըղում։ Ասենք արտաքին աշխարհը Ռուսաստանից դուրս նկատում նույն արևմուտքն կամ մյուսները նայում է, ասում է լավ, դե սա ուղղակի դիմում է Ռուսաստանին, որովհետեւ դա նշանակում է դիմել Ռուսաստանին, այդ ավանդական աշխարհի պատկերի մեջ, եւ եթե այդ խնդիրն է քո դաշնակիցն է պաշտոնական եւ իրական ենթատեքստը դա դիմում է ինքը այստեղ Ռուսաստանին իրականում, ինչպես եւ բան։ Եվ այդ դեպքում մեծ հաշվով ինչ ես ուզում մեզանից, եթե էսա քո խնդիրը։ Եթե դու ձևակերպում ես, որ անկախության խնդիր է, այստեղ դու լրիվ այլ ուղերձ ես հղում, էլի բաց ոչինչ բան չասելով, բայց ուղերձը հաստատ ընկալվում է արտաքին աշխարհում եւ համապատասխանաբար ավելի դու հստակեցնում ես քո դիրքորոշումը եւ քո նկատմամբ ավելի հստակ դիրքորոշում ես ստանում պոտենցիալ, գուցե ոչ անմիջապես, բայց պոտենցիալ ստանում ես եւ ի վերջո դա նաեւ ներսի համար ավելի ճիշտ ուղերձ է քո ժողովրդին, ինչի համար է ինքը կռվում։ Ստեղ նաեւ ուզում եմ մի փոքր հավելում որպես անդրադառնամ, քանի որ թեման բացվել, ընդհանրապես այս գոյության կռիվ եւ անկախության կռիվ այս առաջին հայացքից ոչ բացահայտ հակադրությունը, որովհետեւ կարծում եմ մարդկանց մեծ մասի համար դա գրեթե նույն բանն է եւ էլի կարող են զարմանալ ասել էս ինչ նոր բան է խոսում։ Իրոք, երբ որ մենք այս մեր խոսքի մեջ, մեր հրապարակային խոսքի մեջ դա նույն բանն են ընկալում մարդիկ գոյություն, թե անկախություն, իրական դա շատ կարեւոր է, որ այդպես չի եւ ես միշտ օրինակ եւ բնազդաբար եւ հետո արդեն նաեւ գիտակցաբար եւ մինչեւ հիմա էլ ճիշտ ասած չեմ սիրում, չեմ ասի դեմ եմ, որտեղ հասկանում եմ, որ դե հիմա մարդիկ ինչ որ ձևի իրանց բանը արտահայտում են, բայց չեմ սիրում եւ զգուշանում եմ, երբ որ սկսում են ասել գոյության կռիվն է մեր, չգիտեմ, սա մեր լինել չլինելու հարցը, թվում է թե ինչի, այդ ինչ բանա կապրիզ է, էլի, որովհետեւ մի պարզ բան կա։ Ինչ է նշանակում գոյություն։ Գոյություն կարելի է ունենալ շատ տարբեր ձևերով։
Ես միշտ այս օրինակը բերում եմ, օրինակ հենց հիմա Կոնստանտինոպոլսում, Ստամբուլում հայերը գոյություն ունեն, շատ հայեր գոյություն ունեն, ժառանգաբար այնտեղ ապրում են։ Եվ այդպես չի կարելի ասել, որ վատ գոյություն ունեն, գուցե շատ լավ չէ, բայց շատ վատ էլ չի։ Ունեն իրանց, չգիտեմ, եկեղեցին, ակումբները, նույնիսկ պարլամենտում падգամավոր, չգիտեմ, ապրում են մարդիկ գոյություն ունեն որպես հայ։ Եվ այդպես մեր պատմության մեջ շատ տարբեր ձևերով մենք գոյություն ենք ունեցել։ Եթե դու գոյության խնդիր ես դնում, դա այդպես շատ բարդ խնդիր չի։ Էլի գոյություն կունես հիմա էլ իմիջիալուց եթե ընդունենք բոլոր պայմանները, որ նույն Ադրբեջանը մեզ ներկայացնում, ընդունենք իրենց գերիշխանությունը, նույն Թուրքիայի, նույն Ադրբեջանի, նույն այդ ռուս-թուրքական դաշինքի ուղղակի ընդունենք, որ մենք իրենց ֆորմալ թեկուզ անկախ, բայց ենթակա պետությունը պետք է լինենք, այդ գոյություն կունենանք։ Ոչ ոք չի ասում, չեն գալու մեզ ֆիզիկապես հենց հիմա ոչնչացնել, ոչ էլ դրա կարիքը կա։ Այդ տասնամյակների ընթացքում ինքնիրով այդ հարցը կլուծվի։ Ասենք հայերի, կամ նույնիսկ եթե չլուծվի, իրանք տենց գոյություն պատրաստ են հանդուրժել։ Դրա համար որ դու ասում ես գոյության կռիվ, մեծ հաշվով դու ասում ես ոչինչ բան, ինչի համար ես կռվում։ Գոյության համար առանձնապես պետք է չի կռվել։ Որտեվ էլ եմ ասում, շատ տարբեր գոյության կերպեր կան եւ ճիշտ է մենք ունենք ցեղասպանության դեպքը դա առանձին է, բայց մեր պատմության մեծ մասում մենք ինչ որ ձևի գոյություն ենք ունեցել, գոյատևել ենք այդտենց տարբեր կարգավիճակներում նաեւ ոնց որ ասենք հիմա հանկարծ ինձնից պոլսահայերը չնեղանան, ճիշտ հասկանան ինձ։ Բայց ասենք այն կարգավիճակում, որում որ ասենք, չգիտեմ, պոլսահայերը գոյություն ունեն։ Էլ եմ ասում, չեմ վիրավորում այդ մարդկանց, իրանք ապրում են, լավ են անում, բայց ես չգիտեմ, եթե մենք գոյության մասին ենք խոսում, օրինակ նման գոյություն մենք պատկերացնում ենք, թե չէ, բայց դա գոյություն է, դա չգոյություն չի։ Եվ էլ եմ ասում, ամենօրյա այտենց շատ վատ գոյություն չի նյութական իմաստով։ Բայց դրա համար մենք պետք է խոսենք անկախության մասին, սա լրիվ ուրիշ բան է, ոչ թե գոյություն, այլ անկախ գոյություն, այսինքն անկախություն, երբ որ դու այդպես ես խնդիրը ձևակերպում, միայն այդ դեպքում է եւ իմաստավորվում պայքարը եւ այդ պայքարը կոնկրետ մարտավարություն ստանում է, որ դու գիտես, որ դու գոյության համար չես կռվում, անկախության համար ես կռվում, այլ անկախությունը այդքան այսպես ասած բնականon եւ հեշտ տրվող վիճակ չէ անկախության համար իրոք պետք է պայքարել, իմաստ կա պայքարելու իհարկե, որովհետեւ իրականում այդ գոյությունը տարբեր ոչ անկախ գոյությունը որքան էլ այսպես ասած առաջին հայացքից անխտիր լինի, իրականում երկարատև կտրվածքով միշտ էլ խնդրի է վերածվում, միշտ էլ թվացial է անվտանգությունը դրա, էլի բազմաթիվ օրինակներով հին նոր գիտենք, որ այդպես է եւ Օսմանյան կայսրությունում գոյություն ունեին, շատերը նաեւ շատ լավ գոյություն ունեին, հայերը հիմա չկան կամ մենակ փորձում են մնացել եւ ռուսական կայսրության մեջ գոյություն ենք ունեցել, անվտանգություն ենք ստացել, հետո գիտենք քանի անգամ է ճգնաժամային պայմաններում այդ անվտանգությունը թվացial լրիվ խախտվել եւ հայկական ջարդեր են եղել եւ նույն ասենք այդ զոհեր համաշխարհային պատերազմներ եւ այլն։ Այսինքն այդ գոյությունը իհարկե ինքը խաբուսիկ է, անկախ գոյությունն է միակ իրական երաշխիքը նորմալ ազգային կյանքի զարգացման եւ այլն։ Բայց ուզում եմ ասեմ, այստեղ այս անկախություն եւ գոյություն, այս մի քիչ կարող է թվա որ շեղվեցինք, բայց այս թեման կարևոր եմ համարում ընդհանրապես։ Մենք պետքա միշտ մեր պայքարը ձևակերպենք որպես անկախության պայքար, այլ ոչ թե գոյության։ Ես դրա համար մի քիչ տենց լալահառաջ հայրենասիրության, այսպես ասենք, ոչ կա, որը ես բնազդաբար չեմ սիրում, չեմ ընդունում այդ կործանվում ենք, աղետա, գոյությունության հարցա, ցեղասպանություն, էլի այստեղ հասկացեք ցեղասպանության, ոչ թե բուն ցեղասպանության խնդիրն եմ դնում, այլ այդ ոճի չարաշահման։ Օրինակ լավ մի բան էլ հիշեմ, ես լրիվ շեղվում եմ, ես հիշում եմ, ասենք այն ընդդիմադիր թեժ պայքարի շրջանում իմ կյանքի, երբ որ տենց 2008-ից հետո, երբ որ պայքարում էինք, ես էլ այդ բանի մեջ էի, շատ ակտիվ, եւ հիշում եմ կային տենց ուրեմն էլի ընկերներ, կոմունալ տենց բավականին խելացի մարդիկ, որոնք տենց հրապարակեն գրում էին սա համարյա, սա նույնն է ինչ որ ցեղասպանություն, այսինքն համեմատում էին, չգիտեմ, Սերժ Սարգսյանի ռեժիմը օրինակ, ասում էին սա ցեղասպանություն է ըստեյության հայ ժողովրդի դեմ, բայց ես ահավոր չեմ սիրել։ Ես ինքս մի շատ արմատական ընդդիմադիր դիրքեր եմ եղել, բայց ես ահավոր չեմ սիրել այդ չափազանցած ցեղասպանություն։ Ցեղասպանության ժամանակ դու չես մտնում Facebook-ում ստատուս գրում ցեղասպանության մասին, քեզ ուղղակի ոչնչացնում են։ Այդ չափազանցությունը ինքը շատ վնասակար է։ Հիմա ես լրիվ շեղվեցի իսկականից, բայց այդ լալահառաջ ոճը ես չեմ սիրում, որտեղ ինքը կոնկրետությունից զրկում է եւ որտեղ ինքը ի վերջո պայքարի կամքից զրկում է, ավելի շատ ահաբեկում է, քան նշում է պայքարի կոնկրետ ուղղություն եւ պայքարի իրական հոգեբանություն տալիս։
մի հատ թեմա կա, որ ուզում եի էլի որպես հավելում սրան ասեի, չգիտեմ որքանով լավ կարողանամ ձևակերպել։ Տեսեք, հիմա երբ որ մենք նայում ենք այսօրվա արդեն տեսակետից այս խոսքին, եւ ինչ 180 աստիճան փոփոխություն է տեղի ունեցել նույն մեր այսօրվա իշխող այդ պաշտոնական խոսքը նույն է Թուրքիայի հարցում, ցեղասպանության հարցում, հա, կարող ենք ասել էլ տեսեք, ոնց որտեղ մենակ Նիկոլը չի այնտեղ, չգիտեմ, նույնիսկ Լենան Ազարյանը այդ օրերին ինչ որ հարցազրույց է տալիս, ասում է, որ ես Վրաստանի ուրեմն դեսպանի հետ էր հանդիպել, թե ում հետ ասցի, որ Վրաստանին էլ ասա վտանգ Թուրքիայի ծավալապաշտությունից մենք պաշտպանում ենք Վրաստան։ Ու կներեք լրիվ աբսուրդ, իհարկե դա տես թեմա չի, որին անդրադառնանք, բայց լրիվ աբսուրդ, որը մտածողություն է ցույց տալիս, որ վրացիներին դա բացարձակ անհետաքրքիր թեմա է, ճիշտ ասած, եւ ինքն իրանով էլ աբսուրդ է։ Հիմա տեսնում եք 180 աստիճան հակառակն են, ինչքան որ հնարավոր է հակառակ լինել, այն աստիճանի հակառակ, որ ասեք, չգիտեմ, մարդ իրոք մեկ-մեկ ուզում է այն ամենասենց բան էլի, ծայրահեղ հակաթուրքականության գիրկը ընկնի, մենակ թե տարբերվի։ Բայց տեսեք, կարող է թվալ, որ սա շատ անտրամաբանական անցում է։ Իսկ ես կարծում եմ կամ զգում եմ, գուցե չկարողանամ լավ հիմնավորել, որ լավ էլ տրամաբանական է, որպես կանոն այս մտածողությունը, ասենց այդ իմ ասած պայմանական լալահառաչ, այդ տիպի հայրենասիրությունը, ինքը հեշտ է անցում կատարում լրիվ հակառակի։ Երբ որ ինքը հետո փորձում է Թուրքիայի հետ արդեն մտնել խոսակցության մեջ, ինքը ոչ թե էլի վարում է գործնական փորձում է ձևակերպի ինչ է ստեղ հնարավոր է, ինչ է հնարավոր չէ, ինքը գնում է պատկերացնում, որ այդ խոսակցությունը պետք է լինի, ասենց ասած, Թուրքիայի դեմ լրիվ կզելը, ամեն ինչից հրաժարվելը, նույն այդ լալահառաչ ոճով, նույն այդ ահաբեկվածի բանով, որ դե տես այստեղ չստացվեց, այսինքն նույն այդ մտածողությունը, նույն այդ մոդելը բերում է այս ծայրահեղ երկու հակադիր բաների արանքում, այսպես ասած, առանց միջանկյալ նորմալ ավելի առողջ մոտեցման, պրակտիկ մոտեցման, անընդհատ այս բանի։ Եվ ինձ թվում է, չնայած եմ ասում, երևի թե շատ դժվար է հիմնավորել, բայց իմ զգալով, իմ նույնիսկ համոզմունքով ինտուիտիվ, սա հենց այդ է բավականին, որտեվ սա միակ դեպքը չի, ես էլի տեսել եմ ավելի անձնական մակարդակում տենց անցումներ, որ ասենք մարդը մեկ է սենց ամենահակաթուրքականից մեկ էլ կարող անցնի ամենասենց բանի, այն շատ վատ իմաստով պրոթուրքականի նույնիսկ։ Եվ այս անցում է բավականին, երբ որ դու չունես ամուր հենք, երբ որ դու էլի այստեղ քո համար խնդիրը անկախությունը չի, այլ այդ ինչ որ սենց ավելի բան այնց գոյություն, ահաբեկում, կործանում աղետ, դու շատ հեշտ ես անցնում դեպի այդ քո թշնամու առաջ, սենց ասած, սողալը։ Որտեղ թե նույն հոգեբանությունն է, նույն ահաբեկման, աղետի կործանման հոգեբանությունն է, տեսնում ես, որ փրկիչը չի գալիս, ու ինչ պետք է անես, քանի որ դու քո սեփական բանի վրա չես դրել հենքդ, դու վազում ես այնտեղ, մտածում ես, թե որ այդ բոբոին կարող է բան անեմ, սիրաշահեմ, ոնց որ էտա քո աշխարհայացքի մեջ, քանի որ էդի սկզբանե հեքիաթային մոդելն է, փրկիչը չի գալիս, գնում ենք բոբոին սիրաշահել։ Երևի թե այստեղ կարողացա մի փոքր հիմնավորել, բայց այստեղ կանգ առնեմ եւ կշարունակենք արդեն մյուս անգամ մեր խոսակցությունը, նորից կվերադառնանք ավելի կոնկրետ ժամանակագրորեն կգնանք առաջ, որովհետև հետաքրքիր բաներ էլի լավ հետաքրքիր բաներ տեղի են ունենում եւ արտաքին եւ ներքին կոնտեքստում։ Շնորհակալություն, այսօր այսքանը։